Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին, եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը, նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող մեկին։ Այն կբացահայտի մանրամասները ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է 4 տարրերից՝ կրակ, հող, օդ կամ ջուր։ Նաև հողը երկիր են ասում։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զուգընկերներին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունը։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօրը ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ այսպիսով, եթե դուք ծնվել եք հունվարի 2-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այս եղջյուրն է։ Սա երկրի, նաև հողի նշան է։ Հունվարի 2-ին ծնվածների առանձնահատկությունները՝ ուժեղ կողմերը, նպատակասլացություն, ինքնակատարելագործման ցանկություն և զսպվածություն, թույլ կողմերը՝ ինքնավստահության պակաս, ուրիշների նկատմամբ անվստահություն։ Հունվարի 2-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ առաջնորդություն, հարուստ հոգևոր աշխարհ, պատասխանատվություն և համառություն։ Հունվարի 2-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ վճռականություն, զսպվածություն, իմաստություն և իմպուլսիվություն։ Հունվարի 2-ին ծնվածների ընդհանուր բնութագրերը։ Հունվարի 2-ին ծնվածները այս եղջյուրի նշանի տակ են։ Նրանք նպատակասլաց են, հավատարիմ, աշխատասեր և կոկիկ են։ Նրանք կամքի ուժ ունեն և պահանջկոտ են իրենց և ուրիշների նկատմամբ։ Նրանք բարձր նպատակներ են դնում իրենց կարիերայում և անձնական կյանքում և հասնում դրանց։ Նրանք ունակ են երկար ժամանակ շարժվել մեկ ուղղությամբ, մինչև հասնեն այնտեղ։ Նրանք մրցակցությանը ռեալիստորեն են մոտենում։ Նրանք անկեղծորեն ուրախանում են իրենց գործընկերների հաղթանակներով և չեն նեղվում, երբ իրենց զուգընկերները կամ գործընկերները մեծ հաջողությունների են հասնում։ Նրանք իրենց թերություններն են մեղադրում անհաջողությունների համար, ինչը կարող է խաթարել իրենց ինքնավստահությունը։ Նրանք հակված են վերլուծել անցյալի իրավիճակները և եզրակացություններ անել ապագայի համար։ Այսպիսի մարդկանց կյանքի կարգախոսն է ինքնակատարելագործում և առաջ շարժվել։ Նրանք սիրում են սովորել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Նրանք հավատում են իրենց մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Հունվարի 2-ին ծնված կանանց բնութագրերը։ Այսպիսի կանայք օժտված են բարձր մտավոր ներուժով։ Նրանք համատեղում են առաջնորդական հմտությունները և հարուստ հոգևոր աշխարհը, ինչը նրանց հաջողակ է դարձնում ստեղծագործական մասնագիտություններում։ Նրանք ձգտում են կայունության և կարգուկանոնի ամեն ինչում։ Այս կանանց բնորոշ է չափազանց պատասխանատվությունը և համառությունը։ Նրանք քննադատող և խիստ են իրենց և ուրիշների նկատմամբ, ինչը խոչընդոտում է նրանց կարողությունը պահպանելու ներդաշնակ հարաբերություններ սիրելիների հետ։ Նրանք չեն ներում սխալները։ Անհաջողություններն ու պարտությունները նրանց շեղում են ճիշտ ուղուց։ Անհաջողությունից հետո նրանց համար դժվար է հավաքել իրենց ուժերը և շարունակել իրենց նպատակներին հասնելու ճանապարհը։ Հունվարի 2-ին ծնված տղամարդկանց բնութագրերը։ Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են, զուսպ և իմաստուն։ Նրանք նպատակներ են դնում և հաջողության են հասնում։ Նրանց հարգում են։ Նրանք նաև հարգում են ավանդույթներն ու օրենքները, որոնք խստորեն պահպանում են։
Նրանք հարգում են այն մարդկանց, ովքեր հաջողության են հասել և ճանաչման են հասել հասարակության մեջ։ Այս տղամարդիկ բնորոշ են իմպուլսիվությունը, նյարդայնությունը և խստությունը։ Նրանք կարող են կոպիտ և կտրուկ լինել շփման մեջ, ինչը դժվարություններ է առաջացնում անձնական հարաբերություններում։ Նրանք ընդունում են այս թերությունը, բայց դժկամությամբ են փոխում իրենց վարքագիծը։ Նրանց խոսելաոճը հաճախ ստանում է հրամայական տոն։ Հարաբերություններ։ Հունվարի 2-ին ծնված այս եղջյուրները եսասեր և նարցիստ են։ Նրանք ձգտում են իրենց զուգընկերների հիացմունքին և ճանաչմանը։ Նրանց արտաքին սառնությունը թաքցնում է իրենց զգացմունքները։ Այս մարդիկ առաջնորդում են հարաբերություններում։ Նրանք ճնշում են գործադրում իրենց զուգընկերների վրա։ Հասկացեք ձեր զուգընկերոջ թույլ կողմերը և թերությունները։ Այս տղամարդիկ և կանայք հավատարիմ են մնում ամուսնության մեջ։ Նրանք պատասխանատվությամբ են դաստիարակում իրենց երեխաներին։ Նրանց համար աշխատանքն ավելի կարևոր է, քան ընտանեկան շահերը։ Ահա թե ինչու են առաջանում ընտանեկան կոնֆլիկտներ։ Համատեղելիություն։ Հունվարի 2-ին ծնված այդ եղջյուրները ամուր դաշինքներ են կազմում իրենց կենդանակերպի նշանների ցուլի և առուծի հետ։ Իրենց նշանի այդ եղջյուրի ցուլի և առուծի հետ։ Անկանխատեսելի հարաբերություններ են զարգանում խեցգետնի, աղեղնավորի, ջրհոսի և խոյի հետ։ Հունվարի 2-ին ծնվածների համար ամենահարմար զուգընկերները։ Հետևյալ օրերին ծնված մարդիկ առավել հարմար են սիրո և ամուսնության համար։ Կարող եք նաև գրի առնել սա։ Ովքեր որ ծնվել են հակառակ սեռի ներկայացուցիչը հունվարի 4-ին, 8, 11 կամ 19-ին, փետրվարի 9-ին, 20-ին, 22-ին, 23-ին և 28-ին, մարտի 8-ին, 9-ին, 19-ին, 28-ին և 29-ին, ապրիլի 6-ին, 7-ին, 16-ին, 24-ին, 29-ին և 30-ին, մայիսի 6-ին, 15-ին, 18-ին, 19-ին և 28-ին, հունիսի 5-ին, 8-ին, 12-ին, 20-ին, 28-ին, հուլիսի 10, 11, 16, 18 և 29-ը, օգոստոսի 4, 17, 18, սեպտեմբերի 1-ին, 13-ին, 14 և 25, հոկտեմբերի 3-ին, 7-ին, 12-ին, 23-ին, 25-ին և 27-ին, նոյեմբերի 1-ին, 11, 18 և 29-ը և դեկտեմբերի 5, 10, 13, 24 և 29-ին ծնվածները։ Այս մարդկանց հետ կարող եք և ամուսնանալ և սիրահարվել։ Աշխատանք։ Այսօրը ծնվածների համար աշխատանքը կյանքի ամենակարևոր բանն է։ Նրանք ընտրում են մարտահրավերներով լի մասնագիտություններ, որոնք պահանջում են պատասխանատվություն և կենտրոնացում։ Նման մարդիկ օժտված են ստեղծագործական ներուժով և լավ զարգացած երևակայությամբ։ Հետևաբար, նրանք հաճախ ընտրում են արվեստի ոլորտը։ Աշխատանքի մեջ նրանք չեն հանձնվում դժվարությունների առջև և հմուտ են բարդ խնդիրներ լուծելու հարցում։ Նրանք իրատեսորեն գնահատում են իրենց կարողությունները և չեն ստանձնում ավելին, քան կարող են կատարել։ Նրանք աչքի են ընկնում ղեկավար պաշտոններում և կազմակերպչական աշխատանքներում։ Նրանք խիստ և պահանջկոտ են իրենց ենթակաների նկատմամբ և չեն հանդուրժում ծույլ կամ անազնիվ մարդկանց իրենց աշխատանքում։ Առողջություն։ Հունվարի 2-ին ծնվածները չգիտեն, թե ինչպես հանգստանալ։ Կուտակված հոգնածությունը քայքայում է մարմինը և հանգեցնում է հուզական ստրեսի։ Այս գործոնները խաթարում են սրտանոթային, նյարդային և մարսողական համակարգի աշխատանքը։ Աշխատանքի և հանգստի հերթագայությունը կօգնի կանխել հիվանդությունները։ Այս մարդկանց խոցելի հատվածներն են մաշկը, մազերը և ատամները։ Մեծ ուշադրություն դարձրեք հիգիենային և ճիշտ ընտրեք կոսմետիկան։ Այս անհատները հակված են ավելորդ քաշի ավելացման։ Ֆիզիկական վարժությունները և հավասարակշռված սննդակարգը կօգնեն պահպանել լավ ֆիզիկական վիճակ։ Խուսափեք չափից շատ ուտելուց և չապացուցված դիետաներից։ Խորհուրդներ հունվարի 2-ին ծնվածների համար։ Սովորեք տարբերակել աշխատանքը հանգստից։ Աշխատանքի վրա անընդհատ կենտրոնանալը հանգեցնում է հուզական ստրեսի և խրոնիկ հիվանդության։ Բավարար քունը և հանգիստը ձեզ կտան էներգիա և ուժ նոր նպատակներին հասնելու համար։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի և ընկերների հետ։ Աշխատանքի վրա չափազանց կենտրոնացած լինելը ձեզ հեռացնում է ընտանիքից և ընկերներից։
Սիրելիների հետ կապի կորուստը հանգեցնում է միայնության և աջակցության պակասի։ Սթափ գնահատեք ձեր սեփական ուժեղ կողմերը։ Հաղթանակների շարքը հարբեցնում է հաջողություններով, ներշնչելով չափազանց վստահություն և չափազանց լավատեսություն։ Սեփական ուժեղ կողմերի գերագնահատումը կարող է հեշտությամբ հանգեցնել հենարանների կորստի և պարտության։